Իսկ կաթողիկոսի պարագային հենց այդ է դժվարությունը, որ ինքը ցկյանս նստած է այդտեղ ու ինքը այնքան է ճնշում իր հոգեվորականներին կամ այնպիսի ստոր մարդկանցով է հավաքում իր այդ կողքի միջավայրը ու կարգապահական ժողովը, որ հանկարծ մեկը չփորձի վետո բարձրացնել, մեկը չփորձի իրեն նեղացնել կամ ինչ-որ մի թթու խոսք ասել։ Անկամ նաև ասենք sense աշխարհիկ մարդիկ կամ գիտնականները չպիտի հանկարծ ինչ-որ մի թթու խոսք ասել։ Բայց ժողովուրդը որոշելու է։ Ես կարծում եմ, որ այդ երիտասարդ հոգեվորականները, ովքեր ընդվզեցին, Տեր Արամը եւ մյուսները, իրենք ունեն իրենց հետևորդները, եթե ասենք օրինակ 20 հոգեվորական ընդվզեց եւ ամենն էլ ունենա ասենք, չգիտեմ, 20 հետևորդ, դա արդեն 2000 մարդուց ավելի է լինելու։ Ու եթե 2000 մարդ կանգնեն ասեն, սա մեր կաթողիկոսը չէ, պետք է պատասխանատվության կանչվի այս անձը։ Մանավանդ այսպիսի աղմկահարույց հեռախոսազանգերից հետո ինչ որ մենք լսեցինք, որ տեղի էր ունեցել Նաթանի եւ Հայր Ավանու